Գազայի բնակիչները դուրս են եկել փողոց նշելու Իսրայելի հետ խաղաղության ծրագրի առաջին փուլի ստորագրումը։ Մարդիկ երգում են, պարում, օրհնում Թրամփին։ Տոնական տրամադրություն է նաև Իսրայելում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այս զարմանալի հաղթանակը ապահովելու համար։ Սա հենց հաղթանակ է։ Նա արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այս աներևակայելի համաձայնագիրը ապահովելու համար։ Մենք սպասում ենք հաջորդ մի քանի օրերին, որպեսզի տեսնենք գերիների վերադարձը։ Դա իմ կարծիքով ամենաերջանիկ օրը կլինի հոկտեմբերի 7-ից հետո։ Անկլավի քաղաքացիական պաշտպանությունը սակայն հայտնում է, որ Իսրայելը շարունակել է հրթիռային հարվածներ հասցնել, չնայած ձեռք բերված խաղաղության պայմանավորվածություններին։ Ես այսօր շատ լավատեսական եմ տրամադրված։ Երեկ լսեցինք, որ բանակցությունները հաջող են ընթացել։ Մի քանի ռաունդ բանակցություններ ձախողելուց հետո այս անգամ դրանք հաջողությամբ ավարտվեցին։ Հույս ունենք վերադառնալ այն վիճակին, ինչպիսին էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առաջ։ Կյանքը վերադառնա եւ խաղաղություն տիրի։ Իսրայելը եւ Համասը չորեքշաբթի օրը վերջապես համաձայնեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի ծրագրի առաջին փուլի կետերին, հրադադարի եւ պատանների ազատման պայմանավորվածությանը։ Համասը կոչ արեց Թրամփին եւ երաշխավոր երկրներին ապահովել, որ Իսրայելը լիարժեք իրականացնի հրադադարը։ Շատ հստակ ասում ենք, ուզում ենք, որ այս ագրեսիան դադարեցվի։ Եթե ագրեսիան չի դադարում, ապա ինչու հատկապես Համասը պետք է վերադարձնի գերիներին։ Ինչպիսի խելամիտ կամ խելքից զուրկ մարդ կհրաժարվի իր մոտ գտնվող ուժեղ խաղաքարտից, երբ պատերազմը շարունակվում է։ Առայժմ հստակ չէ, թե ով է ղեկավարելու Գազան պատերազմի ավարտից հետո։ Թրամփի նախնական 20 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է պաղեստինյան իշխանության մասնակցություն, սակայն միայն այն դեպքում, եթե կառույցը ենթարկվի լուրջ բարեփոխումների։ Օրեր առաջ ամերիկյան մամուլում շրջանառվում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի անունը որպես Գազայի ժամանակավոր կառավարիչ։ Հրադադարի պայմանագրի ստորագրումից առաջ Շարմ էլ-Շեյխում հանդիպել են Եգիպտոսի, Քաթարի, Թուրքիայի եւ Համասի պատվիրակությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաղեստինյան Համաս շարժման հետ պատաններին ազատ արձակելու վերաբերյալ համաձայնության գալուց հետո զրուցել է Դոնալդ Թրամփի հետ, հրավիրելով նրան ելույթ ունենալ Քնեսեթում։ 2023-ի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները առևանգել են 251 հոգու։ Մի մասին ողջ կամ մեռած փոխանակել են իրենց բանտարկյալների հետ կամ ժամանակավոր հրադադարի դիմաց։ Այժմ նրանց ձեռքում մնացել է 48 պատանդ, որոնցից ենթադրաբար ողջ են 28-ը։ Արդեն 2 տարի գերության մեջ, 2 տարի սովի մեջ, առանց սննդի, առանց ջրի, առանց վիտամինների, առանց բժշկական հսկողության, ամենօրյա նվաստացումներ ամբողջ օրը։ Ես վստահ եմ, որ մենք նրան հետ կբերենք, եւ մեզ սպասում է դժվար աշխատանք, շատ աշխատանք։ Մենք սպասում ենք այդ պահին։ Ես սպասում եմ դրան ամբողջ սրտով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կարևոր քայլը։ Ըստ նրա, ՄԱԿ-ը կաջակցի համաձայնագրի իրականացմանը եւ դրա ֆոնին կավելացնի Գազայի հատվածին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները։ Ես խստորեն կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լիովին պահպանել համաձայնագրի պայմանները։ Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն արժանապատվորեն։ Անհրաժեշտ է ապահովել մշտական հրադադար։ Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն մեկընդմիշտ։ Համաս-Իսրայել դժվարին համաձայնության գլխավոր հերոսը Դոնալդ Թրամփը հիշել է իր հեռախոսազրույցը Նեթանյահուի հետ պատանների ազատման եւ Գազայի հանդեպ հրադադարի համաձայնության հայտարարությունից հետո, ակնարկելով, թե իրականացրել է անհնարինը։ Ես մի փոքր առաջ խոսեցի Բիբի Նեթանյահուի հետ։ Նա զանգեց եւ ասաց, որ չի կարող հավատալ, որ հիմա բոլորը իրենց սիրում են։ Ես ասացի, որ ավելի կարևոր է, որ նրանք կրկին սիրում են Իսրայելը։ Իդեպ լրատվամիջոցներում հայտնվել է կադրը, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թրամփին տեղեկացնում է Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի մասին։ Նախագահի նրա տված հուշաթերթիկում գրված է. անհրաժեշտ է անհապաղ հաստատել սոցցանցում գրառումը գործարքի մասին առաջինը հայտարարելու համար։ Թրամփը հենց այդպես էլ վարվել է։ Անի Հովհաննիսյան, Ռեոփեն մեդիա։